Բարև հանրային ռադիոյի եթերում առանց լողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում ենք կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Պարոն Մինասյան, հայ-ադրբեջանական լարվածությունը այնուհանդերձ է, անկախ նրանից թե Երևանը ասում է խաղաղությունը մեր գործիքն է, խաղաղությունը մեր օրակարգն է, այդ լարվածությունը չի թույլանում։ Ավելին, Ադրբեջանը այսպես ավելի կոշտ է դնում իր նախապայմաններ, որովհետև դա էլ կքննարկենք, ընդհանրապես դրանք ինչ են, ասելով, որ մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից չհանվի անկախության հռչակագրի հղումը, մենք Հայաստանի հետ ոչինչ չենք ստորագրելու։ Ու դա այն դեպքում, երբ Բաքուն էլ, Երևանն էլ հետո հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բոլոր հակասությունները հաղթահարված են։ Հիմա ինչու է տեղի ունենում։ Կարծում եմ ստեղծված իրավիճակը ավելի շատ ցույց է տալիս եւ բացատրում է կողմերի իրական շահերը եւ իրական մոտիվացիաները ստեղծված իրավիճակում։ Ադրբեջանական կողմը փաստացի այս պահին կամ առնվազն կարճաժամկետ կտրվածքում շահագրգռված չէ կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատմամբ Հայաստանի հետ եւ կար նաեւ այն մոտեցումը, որ Հայաստանի կողմից այն երկու չհամաձայնեցված կետերին համաձայնությունը որոշակի ինչ որ անհասկանալի իրավիճակ էր ստեղծել ադրբեջանական կողմի համար, որովհետեւ Բաքուն առնվազն չէր սպասում նման համաձայնություն եւ կարիք առաջացավ հասկանալ, թե ստեղծված նոր իրավիճակում ինչպես պետք է դիրքավորվի ադրբեջանական կողմը։ Սակայն ընդհանուր առմամբ, եթե փորձենք իրավիճակը գնահատել, փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է ամբողջությամբ, սակայն կողմերից մեկը շարունակում է ամենատարբեր պատրվակներով ձգձգել, հետաձգել դրա ստորագրման գործընթացը եւ փաստացի տորպեդահարել բուն խաղաղության գործընթացը։ Ինչով է սա պայմանավորված։ Հիմնական պատճառը թերևս Ադրբեջանի չմոտիվացված լինելն է։ Ադրբեջանական կողմին այս պահին պետք չէ խաղաղության հաստատում։ Ինչու, որովհետև առնվազն նման խաղաղության հաստատմամբ ադրբեջանական կողմը կկորցնի Հայաստանի վրա ազդելու իր հիմնական գործիքը, դա ուժի սպառնալիքն է կամ պատերազմի սպառնալիքն է։ Առնվազն նոր պատերազմ սկսելու լեգիտիմացումը շատ ավելի բարդ կլինի խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում, քան եթե նման համաձայնագիր չկա։ Միևնույն ժամանակ, չպետք է նաև անտեսել այն միջազգային զարգացումները, որ այսօր տեղի է ունենում, փաստացի աշխարհաքաղաքական բավական բուռն process-ներ կան եւ միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում միջազգային իրավունքի ճգնաժամի խորացման, այսինքն երբ որ տարածքային ամբողջականության սկզբունքները մղվում են երկրորդ պլան, տարբեր երկրներ տարբեր հավակնություններ են արտահայտում այլ երկրների տարածքների նկատմամբ ու նմանատիպ շատ այլ խնդիրներ, փաստացի միջազգային իրավունքը այս փլուզվող աշխարհակարգի պայմաններում նրա ճգնաժամը բավական լուրջ խորանում է, ինչը նաև հնարավորություններ է ընձեռում ավտորիտար երկրներին կամ այն երկրներին, որոնք մինչև այդ էլ աչքի չէին ընկնում միջազգային նորմերով առաջնորդվելով։ Եվ հետեւաբար չեն կարող բացառել առնվազն, որ այս քաոսի պայմաններում Ադրբեջանը սպասում է նաև որոշակի հնարավորությունների, այսինքն նպաստավոր միջազգային իրադրության ստեղծման պայմաններում Ադրբեջանը միգուցե նաև փորձի իր առավելապաշտական օրակարգին հասնել այլ միջոցներով, այդ թվում նաև ուժի միջոցով։ Հետևաբար, ընդ որում դրա մասով, այդ մասով որևէ դա հերքող որևէ փաստ չկա, որովհետև նախ Ադրբեջանը մինչ օրս չի հրաժարվել իր ռազմատնչռետորաբանությունից, այսինքն պարբերաբար Ալիևը հանդես է գալիս ռազմատնչռետորաբանությամբ, սպառնալիքներ է հնչեցնում, պահանջում է, որպեսզի Հայաստանը չվերականգնի իր պաշտպանական ներուժը, պահանջում է, որ այն զենքերը, որոնք Հայաստան են եկել, պետք է հետ ուղարկեք, պայմանները պետք է չեղարկեք։ Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում Ադրբեջանի խորացող միլիտարիզացիայի, այսինքն 20 թվականից մինչև օրս, այսինքն տեսականորեն Ադրբեջանը հայտարարում էր, որ ուժի միջոցով ինքը լուծեց հակամարտությունը, բայց եթե հակամարտությունը լուծված է համարում, ինչու է շարունակում միլիտարիզացիան։ Ընդ որում ամեն հաջորդ տարին 20 թվականից հետո ռազմական բյուջեն Ադրբեջանի շարունակում է մեծանալ։
25 թվականին այս տարվա համար դա հասել արդեն ռեկորդային ծավալների 5 միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Համեմատության համար եթե դիտարկենք, Հայաստանինը մոտ 1.7 միլիարդ է այս տարվան, այսինքն 3 անգամ տարբերությունը կա։ Իհարկե ադրբեջանական կողմը ինչ որ պատճառաբանություններ է բերում, ասում են դե տեսեք հայերը Հնդկաստանից, Ֆրանսիայից ինչ որ զենք են ձեռք բերում եւ այլն, հետաբար մենք չպետք է թույլատնենք այս միլիտարիզացիայի տեմպերը, ինչը մի քիչ աբսուրդային է, որովհետեւ իրականում հայկական կողմի գործողությունները ըստ էության իր պաշտպանական ներուժի վերականգնմանն է ուղղված եւ առնվազն, չգիտեմ, ուղղակի կատակերգության ժանրից է մտածել, թե Հայաստանը պատրաստվում է հարձակման կամ Հայաստանը ունի բավարար ներուժ ինչ-որ ռևանշիզմ դիմելու կամ նմանատիպ հարցեր առաջ տանելու։ Հետեւաբար այս իրավիճակը հաշվի առնելով պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ խաղաղության ստորագրման, որպեսզի չկորցնի Հայաստանի վրա ազդելու իր գործիքակազմը, եւ բ. սպասում է նաեւ կամ չի բացառում, որ հնարավոր է նոր նպաստավոր իրավիճակներ, որը նաեւ իրեն գործելու նոր հնարավորություններ կտա։ Պարոն Մինասյան, տեսեք, ներսում Հայաստանի ներսում, ներքաղաքական այսպես բատալյաների ընթացքում իշխանությունը ասում են հետեւյալը, ընդդիմությունը հիմնականում ասում է հետեւյալը. եղբայր, իսկ ինչի պիտի Ադրբեջանը դադարի սպառնալ Հայաստանին, եթե Հայաստանը Ադրբեջանի բոլոր պահանջները հերթով իրականացնում է։ Այսինքն կավելացնեմ եւս մեկ պահանջ, էլ կկատարեն, հետո եւս մեկ պահանջ կավելացնեմ, էդ էլ կանեն։ Մասնավորապես անկախության հռչակագրի մասին հղման հետ կապված վարչապետը վերջերս հայտարարեց, որ ինքը քաղաքական իմաստով ճիշտ է համարում, որ անկախության հռչակագրին հղում չլինի սահմանադրության մեջ, եւ 27 թվականին դա նույնպես երևի կդառնա հանրակրվեի կետերից մեկը, հա, այսպես ասենք, եւ դա բնականաբար միանգամից բոլորը կապեցին Ադրբեջանի պահանջի հետ։ Հիմա ինչ պիտի անի Հայաստանը, որ Ադրբեջանը դադարի պահանջել։ Տեսեք, Ադրբեջանի առաջ քաշած երկու պահանջներն են կամ նախապայմաններն են այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ դրա հարակից մարմինները եւ երկրորդը Հայաստանի սահմանադրության փոփոխությունները այն պնդումով, որ թե իբր այն տարածքային հավակնություններ է պահանջում պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Առաջինի մասով սկզբունքային հակասություն չկա, հայկական կողմն էլ ասում է, խնդիր չկա, ելի գնանք լուծարման ճանապարհով, սակայն այստեղ գալիս է հարցը հերթականության մասով։ Ադրբեջանը պահանջում է հենց այսօր դիմել ԵԱՀԿ-ին այդ կառույցները լուծարելու հետ կապված, սակայն հայկական կողմը դա փոխկապակցում է խաղաղության պայմանագրին, որովհետև առնվազն դա որպեսզի չունենանք մի իրավիճակ, երբ ըստ էության այդ կարևոր մարմինը լուծարվում է եւ արձանագրում է, որ հակամարտություն չկա, սակայն մյուս կողմից Ադրբեջանի հետ դու չունես խաղաղության պայմանագիր եւ Ադրբեջանը շարունակում է օրինակ առաջ տանել իր արևմտյան Ադրբեջանի նարատիվը։ Հետեւաբար հայկական կողմի մոտեցումը առնվազն լեգիտիմ է, հիմնավոր է եւ ընկալելի է նաեւ միջազգային հանրության համար։ Անդրադառնանք երկրորդ հարցին՝ սահմանադրությանը։ Այստեղ պետք է տարանջատենք երկու հարթության՝ քաղաքական եւ իրավական։ Իրավական հարթության մեջ այդտեղ խնդիր չկա։ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը, որը վերաբերում էր սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգին, հասցեագրել է նաև այս հարցը, հստակ արձանագրելով, որ փաստացի Հայաստանի սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի նկատմամբ։ Այդ ողջ հարցը գալիս է արդեն այս բաժակը մենք կիսատ ենք տեսնում, թե լիքը։ Ադրբեջանը եթե իրականում շահագրգռված է խաղաղությամբ, այդ որոշումը իրեն լիուլի բավարար էր, թե սեփական լսարանին բացատրելու համար, թե իր համար որպես ինք, որովհետև Հայաստանում, Հայաստանի սահմանադրությանը մեկնաբանող ամենաբարձրագույն մարմինը սահմանադրական դատարանն է։ Ընդ որում նույն գործով, նույն հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանը չի կարող երկրորդ որոշում կայացնել։ Այսինքն այն պնդումները, թե միգուցե Հայաստանում իշխանափոխություն կլինի եւ նոր սահմանադրական դատարանը կամ սահմանադրական դատարանը այդ նոր իրավիճակում նոր որոշում կկայացնի, դա էլ է աբսուրդային, որովհետև Հայաստանի սահմանադրական դատարանի գործունեությունը եւս հստակ կանոնակարգված է։ Այս մասով, այս հարցով կա արդեն որոշում։ Ավելին, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, դա պետք է ներկայացվի նաեւ սահմանադրական դատարանի հաստատմանը, որպեսզի նա ճանաչի արդյոք դա հակասահմանադրական է, թե սահմանադրական։ Հաշվի առնելով նաև սեպտեմբերի 26-ի արդեն իսկ եղած որոշումը, առնվազն 99.9%-ով դա եւս որևէ խնդիր չի ունենալու սահմանադրության հետ։ Եվ հետեւաբար, եթե ադրբեջանական կողմը այս ամենից հետո շարունակում է պնդել, դե գիտեք, այսպես այնուամենայնիվ մենք չենք հավատում, այնուամենայնիվ մենք ուզում ենք ինչ-որ հանրաքվեով եւ այլն այդ ամեն ինչը հաստատվի, դա ընդհանրապես պատրվակներ են խաղաղության համաձայնագիրը չստորագրելու, այդ գործընթացը
ձգձգելու, ընդ որում ձգձգելու մեղավորությունը բարթելով հայկական կողմի վրա։ Սա շատ հստակ մեխանիզմ է, որովհետև առնվազն իրավական տեսանկյունից էլի մասնագետները կարող են փաստել, որ սահմանադրական փոփոխություններ նախատեսելը տեսականորեն, եթե մենք գնանք այդ ճանապարհով, դա բավական ժամանակատար process է։ Առնվազն 1 տարի, տարի ու կես կպահանջի։ Էլ չեմ ասում դրա հաջորդ փուլը, տեսականորեն, եթե անգամ Հայաստանը գնում է սցենարով, ինչ որ փոփոխություններ է բերում, որն է այն երաշխիքը, որ դա հանրաքվեի արդյունքում պետք է հաստատվի։ Սա Ադրբեջանը չէ։ Սա ժողովրդավարական երկիրը, որտեղ Հայաստանի քաղաքացին է որոշում։ Իսկ միգուցե այս նարատիվը ձևավորելով Ադրբեջանի հույսը նաև հենց այն է, ու ամեն անգամ բարձրաձայնելով, որ այս փոփոխությունները կամ այս քննարկումները Հայաստանում ին պահանջով է եւ այլն եւ այլն։ Միգուցե Ալիև այս ամեն ինչ այս նարատիվները զարգացնում է ու ամեն անգամ նման հայտարարություններ անում այն հույսով, որ տեսականորեն կնախաձեռնվի փոփոխություն, կդրվի հանրաքվեի ժամանակ դա կտապալվի եւ ինքը կասի. տեսակ, ես որ ասում եի հայ ժողովուրդը խաղաղություն չի ուզում, եւ դա այսպես կազատի նաև իր ձեռքերը հնարավոր գործողությունների համար։ Տարօրինակ չի թվում, որ այդ իմաստով Ադրբեջանը միգուցե եւ այնքան էլ մենակ չի, որովհետեւ նույն բանը պնդում են նաև ներսում, մեզ մոտ։ Ցավոք սրտի տարբեր ուժեր կան Հայաստանում, որոնց նարատիվները կամ որոնց կողմից շրջանառվող նարատիվները այսպես մեկին մեկ համընկնում է ադրբեջանական տարբեր կառույցների նարատիվներին, որոշ դեպքերում այլ մայրաքաղաքներից հնչող նարատիվների, ինչը բնականաբար նորմալ չէ, որովհետև առնվազն այսօր Հայաստանի համար այդ խաղաղության միջավայրը կենսական կարևորություն ունի, որովհետև բավական կարևոր է, այդ թվում նաև վերլուծելով 20 թվականի մեր պարտության պատճառները, մեր հիմնական խնդիրներից մեկը մեր շրջապատի այդ միջավայրի ոչ ռացիոնալ կամ ոչ իրական գնահատականներն են։ Այսինքն մեծ ակնկալիքներ ունենալ տարբեր դաշնակիցներից, հույսը դնել այլ ուժերի վրա, ոչ սթափ գնահատել սեփական պոտենցիալը, ոչ սթափ գնահատել հակառակորդների պոտենցիալը։ Եվ այսօր, առնվազն 5 տարի անց այդ ամեն ինչից, ցավոք սրտի մեր մոտ այդ սխալը շարունակվում է։ Ու արդյոք տեսականորեն անգամ մենք կարող ենք պատկերացնել, որ Հայաստանը արդյոք ունի բավարար ռեսուրս շարունակելու այդ կոնֆլիկտային քաղաքականությունը, տրամաբանությունը իր արտաքին քաղաքականության մեջ, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են դիտարկվել որպես թշնամիներ եւ դու անընդհատ զարգացնում ես այդ նարատիվները։ Իհարկե ոչ, որովհետեւ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց ռեսուրսներով շատ ավելի մեծ են, շատ ավելի կարողունակ են, քան դու կարող ես անգամ պատկերացնել։ Եվ տեսականորեն կային, չէ՞, այն մոտեցումը։ Դե պետք է որևէ բան չբանակցել եւ հզորանալ։ Հա, բայց պարոն Մինասյան, եթե Ադրբեջանը իրեն թշնամու պես է պահում, մենք իրեն ինչպես դիտարկենք։ Չէ, որևէ մեկը չի ասում, որ դու չպետք է սթափ գնահատես քո հակառակորդի գործողությունները։ Այո, թշնամական գործողությունները իրականացնում, այո, կրակում է եւ այլն, բայց դա չի նշանակում, որ դու պետք է նաեւ այդ քո քաղաքականությունը զարգացնես հակամարտության բանով, տրամաբանությամբ։ Այսինքն դու պետք է շարունակես այդ քո կառուցողականությունը առաջ տանել, փորձելով չեզոքացնել այն բոլոր լեգիտիմ ճակերտավոր իհարկե լեգիտիմ հիմքերը, որ Ադրբեջանին հիմք է տալիս կամ Ադրբեջանը օգտագործում է իր այդ թշնամական քաղաքականությունը զարգացնելու համար։ Օրինակ, շարունակում է, չգիտեմ, ադրբեջանական կողմը շարունակում է քեզ մեղադրել ինչ որ հարցերում, որ դու ոչ կառուցողական ես կամ փորձում ես տապալել բանակցային գործընթացը, սակայն դու այնպես առաջարկներ ես անում, որոնցով փաստացի ցույց է տալիս, որ իրականում հենց ադրբեջանական կողմն է ապակառուցողականը։ Օրինակ, հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար։ Հայկական կողմը շատ հստակ առաջարկներ արել, ժողովուրդ, եկեք հետաքննության մեխանիզմներ ստեղծենք, համատեղ հետաքննության մեխանիզմներ։ Եթե կարիք կլինի, միգուցե միջազգային փորձագետները ներգրավվեն։ Նա հասկանանք իրականում այդ մենք ենք խախտում, թե դուք։ Ինչու Ադրբեջանը չի գնում այդ քայլին, որովհետև ակնհայտ է։ Այսինքն, բայց դու այնպեսի առաջարկ ես արել, որը առնվազն միջազգային հանրությանը ի ցույց է դնում, որ դու որևէ թաքցնելու բան չունես այս առումով։ Կամ մեղադրում են միլիտարիզացիայի մեջ, ընդ որում, այսպես թաքցնելով, չխոսելով իր իրական միլիտարիզացիայի մասին, Ադրբեջանը մատնացույցանում ասում է, տեսեք, հայերը զինվում են։ Սակայն իրականում այդ ծավալները շատ անհամեմատելի են։ Եվ հայկական կողմը ասում է, ժողովուրդ, եկեք, ներդնենք սպառազինությունները վերահսկման մեխանիզմներ։ Ինչու Ադրբեջանը էլի չի համաձայն, որովհետև դա իր շահերից չի բխում, որովհետև իրական միլիտարիզացիայի քաղաքականությունը հենց Ադրբեջանն է վարում։ Ու սա էլի այն քաղաքականությունն է, այս առաջարկի միջոցով դու փաստացի
ապա լեգիտիմացնում ես ադրբեջանական կողմի այդ ողջ մեղադրանքները եւ առնվազն միջազգային հանրության համար ակնհայտ է դառնում, որ դու նախ որևէ հարցակողական նպատակներ չունես եւ դու սպառազինությունների մրցավազք այսպես հրահրելու, դա շարունակելու մոտիվացիա չունես։ Դու կառուցողական ես եւ քո ողջ այս գործիքակազմը ուղղված է քո պաշտպանունակության ամրապնդմանը։ Հայկական կողմից վերջին 2-3 տարվա ընթացքում հնչել են մի շարք առաջարկներ, որոնք կարծում եմ դրանց PR-ը մի քիչ է, կարիք կա նաև դրանց մասին շատ ավելի շատ խոսել, որովհետև դրանք հստակ ընդգծում են հայկական կողմի կառուցողականությունը, փաստացի չեզոքացնում են ադրբեջանական կողմի տարբեր մեղադրանքները եւ ապա լեգիտիմացնում են ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունները։ Դրանցից է նաև օրինակ սահմանից են զորքերի հայլային հետ քաշումը, որը էլի բավական կառուցողական առաջարկ է, ընդ որում հետաքրքիր է վերջին շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին փորձում է մեղադրել փոխվստահության մթնոլորտ չստեղծելու համար, այսինքն եւ այլն, սակայն իրականում այս բոլոր գործողությունները իրականում սրանցից լավ այլ ընտրանքներ չկա հենց փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Մնացած ընդհանրապես խոսակցություններ են։ Եթե իրականում Ադրբեջանը շահագրգռված է խաղաղությամբ, ապա ով է նրան խանգարում ընդունել այս առաջարկները, սակայն մինչև այսօր այդ առաջարկներից մեծ մասով անգամ արձագանք չկա, չեմ ասում մերժում։ Ուղղակի իգնոր։ Տեսեք, վերջին շրջանում երկու իրադարձություն եղավ, իրար հետևեցին։ Նախ հայ-իրանական համատեղ զորավարժություններն էին։ Դրան ըստ էության ոչ անմիջապես, բայց 3 արդեն հետևեց Իրանի նախագահի այցը Բաքու, Փեզեշքյանի։ Ձեր կարծիքով այս հերթականությունը պատահական է, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունը այսպես որպես խորը արևելյան երկիր, երբեք ոչինչ հենց այնպես չի անում, նույնիսկ գործողությունների հերթականություն։ Սրանք պատահականորեն համընկան իրար այս երկու իրադարձությունները։ Այստեղ կարծում եմ պետք է ուշադրություն դարձնել նախ զորավարժությունների բնույթին, այսինքն շատ հետաքրքիր ֆորմատներ են տրված, երբ երկու երկրների զորքերը զորավարժությունը իրականացնում էին իրենց տարածքում, ամեն մեկը իր տարածքում, սակայն համատեղ հրամանատարության ներքո եւ փաստացի դա համատեղ զորավարժություն էր։ Կարելի է այսպես խորանալ, հասկանալ պատճառները եւ այլն, սակայն ուշագրավ է, որ սա նորություն չէ իրանական կողմի համար, որովհետեւ եթե չեմ սխալվում, 2-3 տարի առաջ նմանատիպ ֆորմատով էլի Արաքսի ափին իրանական կողմը զորավարժություն իրականացրեց նաեւ Ադրբեջանի հետ, ինչը էլի բավական հետաքրքիր էր։ Հետեւաբար կարևոր է, որ իրանական կողմը նախ այդ հավասարակշռությունն է վերականգնում, միևնույն ժամանակ հայկական կողմն էլ հավասարակշռությունը վերականգնում է այն տեսանկյունից, որ օրինակ այս ամառ սպասվում են հայ-ամերիկյան զորավարժություններ եւ հայկական կողմն էլ են ուղերձն է հղում, որ այսպես ինչ որ մեղադրանքներ, քողարկված օրակարգեր հայկական կողմը չունի, հայկական կողմը շահագրգռված է բոլոր գործընկերների հետ հարաբերությունները խորացնել եւ փաստորեն ունիկալ իրավիճակ է, թերևս Հայաստանը այն քիչ երկրներից է աշխարհում, որ կարող է եւ Միացյալ Նահանգների հետ զորավարժություն իրականացնել եւ Իրանի հետ, այսինքն առնվազն ես չգիտեմ նմանատիպ այլ երկիր։ Հետաբար սա լիովին տեղավորում է Հայաստանի հավասարակշռման արտաքին քաղաքականության շրջանակում եւ բավական կարեւոր է։ Ինչ վերաբերում է Ադրբեջան-Իրանի նախագահի այցին, այստեղ բավական կարեւոր էր մինչեւ Ադրբեջան մեկնելը Իրանի նախագահի տված հարցազրույցը, որը բավական հստակ էր իր մեսեջինգի առումով, իր օրերսների առումով, որովհետեւ փաստացի իրանական կողմը կրկնեց տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության իր սկզբունքային դիրքորոշումը եւ նույն ժամանակ անդրադարձ կար այդ հաղորդակցությունների խնդրին, մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, նախ իրանական կողմը հստակեցրեց, որ այդ առումով համագործակցում է Ադրբեջանի հետ եւ իր տարածքով ըստ էության հաղորդակցություններ են կառուցվում, որոնք կապելու են Նախիջևանի հետ։ Միևնույն ժամանակ, ինչ վերաբերում է անդրսահմանային այդ հաղորդակցություններին եւ այստեղ հիմնականում հենց ակնարկը Հայաստանի տարածքով հնարավոր հաղորդակցությունների ապաշրջափակմանն է, հստակ ուղերձ հղվեց, որ դա պետք է բխի նախ համապատասխանի եւ հարգի այդ երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միևնույն ժամանակ ընդգծում է, որ դա պետք է բխի բոլոր կողմերի շահերից։ Սա էլ է բավական հստակ մեսեջ։ Եվ այս առումով, այս ուղերձները հնչեցնելով Իրանի նախագահը գնաց Ադրբեջան։ Այս այցը հիմնականում ավելի շատ երկկողմ այդ լարված հարաբերություններում որոշակի այսպես այդ լարվածությունը թույլատնելուն էր ուղղված, որովհետև վերջին շրջանում մենք պարբերաբար ականատես ենք լինում այդ տարբեր փոխհրաձգությունների Բաքվից եւ
Թեհրանից, միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով բողոքում էր, որ օրինակ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը դեռ պատժի չի ենթարկվել եւ շատ հետաքրքիր էր, որ այցի օրը հայտարարվեց, որ արդեն դիտարկում է նրան պատժի ենթարկելու հարցը եւ այլն եւ այլն։ Ակնհայտ էր, որ իրանական կողմը փորձում է որոշակիորեն մեղմել այս լարվածությունը երկկողմ հարաբերություններում առկա, սակայն հայտարարությունների առումով բավական այսպես համեստ էր իրականում այցի ընթացքում հայտարարությունները, որովհետև իմ կարծիքով այցից առաջ այդ ինտերվյուն շատ ավելի բովանդակային էր, շատ ավելի թիրախային, քան հենց այցի ընթացքում հնչած ուղերձները, որոնք ավելի շատ ֆորմալ էին, այսպես բարիդերացիական հարաբերություններ, ռազմավարական հարաբերություններ են կառուցում, համագործակցում ենք տարբեր նախաձեռնությունում, սակայն այսպես աշկի ընկնող շեշտադրումներ այնտեղ չկային։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել նաև այն հանգամանքը, որ իրանական կողմը նպատակ ունի որոշակիորեն պահպանել իր դիրքերը տարածաշրջանում, չգնալ նոր սրման նաև Ադրբեջանի հետ, հաշվի առնելով նաև Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների խորացումը եւ այստեղ իրանական կողմը խնդիր ունի որոշակիորեն այսպես հավասարակշռված իրավիճակ պահել։ Գաղտնիք չէ, որ մայիսի սկզբին մայիսի 7-ին ավելի կոնկրետ նախատեսվում է Նեթանյահուի այցը Ադրբեջան, որտեղ քննարկվելու է կամ այցի հիմնական օրակարգում է Աբրահամյան ակորդներին կամ համաձայնագրերին Ադրբեջանի միանալու հնարավորությունը, ինչը նման զարգացման դեպքում կարող է հանգեցնել նրան, որ կարող է անգամ ստեղծվել Ադրբեջան-Իսրայել ԱՄՆ եռակողմ համագործակցության ձևաչափ, ինչին ադրբեջանական կողմը ձգտում է եւ տևական ժամանակ հենց Բաքուն եւս այդ ուղղությամբ լոբինգ է իրականացնում եւ կարծես թե Իսրայելը եւ Ադրբեջանը գտել են այդ բանաձևը, ինչպես կարելի է հասնել դրան եւ Թրամփին սիրաշահելու հետ կապված եւ միևնույն ժամանակ արդեն իսկ այդ ուղղությամբ հստակ քայլեր իրականացվում են տարեսկզբից 2-3 անգամ արդեն Ադրբեջանը տարբեր պատվիրակություններ է ուղարկել Իսրայել, որտեղ էլի տարբեր արտահոսքեր էին լինում, որ հիմնական քննարկման թեման այն էր, որ Իսրայելի միջոցով Ադրբեջանը փորձում է այսպես հաղորդակցությունների խողովակներ հաստատել Թրամփի վարչակազմի հետ եւ կարծես թե որոշակի հաջողություններ այս ուղղությամբ կան, այնուամենայնիվ դրա ֆորմալացումը մենք կտեսնենք մայիսին, կհաջողի տալի արժեքորեն, թե որովհետեւ պնդումներ կան, որ այդ խողովակները մոտավորապես ավարտվում են պետդեպարտամենտում եւ այնտեղ այդ խողովակների փականները Ռուբիոյի ձեռքում։ Նու առնվազն այն հանգամանքը, որ Վիտկոֆը Թրամփի հատուկ բանագնացը Մոսկվայից այսպես շատ գաղտնի այց կատարեց Բաքու եւ այդ հանդիպման վերաբերյալ որևէ հաղորդագրություն չտարածվեց, այսպես բավական գաղտնիության քողի տակ էր իրականացում այդ ամեն ինչը։ Կարծում եմ նաեւ վկայում է, որ այնուամենայնիվ իսրայելական այդ լոբին որոշակի հաջողություններ արձանագրել է, թե ինչ մասշտաբի դա դեռ վաղ է գնահատել։ Տեսեք, դուք խոսեցիք Հայաստանի ունիկալության մասին այն իմաստով, որ Հայաստանը կարողանում է զորավարժություններ անել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, առաջիկայում կանի Միացյալ Նահանգների հետ արդեն Հայաստանի տարածքում ավելացնեմ, որ եւս ոչ շատ հեռու ապագայում զորավարժություններ լինելու են ՆԱՏՕ-ի, լինելու են Վրաստանում, որին Հայաստանը եւս մասնակցելու է, եւ այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա, եւ ներսում, եւ Մոսկվայից բարբերաբար Հայաստանին մեղադրում են նրա համար, որ Հայաստանը միտումնավոր գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատ տարածման, որովհետև չի մասնակցում հապկի զորավարժություններին, օրինակ վերջին 2 տարվա ընթացքում, 2-3 տարվա ընթացքում կատեգորիկ մերժել են բոլոր հրավերները, հայ-ռուսական զորավարժությունների մասին մենք վաղուց արդեն մոռացել ենք, չնայած չմոռանանք, որ Հայաստանի օդը փակում է հապկը եւ Հայաստանը մասնակից է դրան, հա, մենք չենք կառավարում դեռևս մեր հակաօդային պաշտպանությունը եւ դա տանում է երկու մայրաքաղաքների Երևանի եւ Մոսկվայի հարաբերությունների վատթարացման եւ դա անում է Երևանը։ Այստեղ կարծում եմ քաղաքական հայտարարությունները մի կողմ դնենք, կան տրամաբանական հիմքեր, թե ինչու մենք ունենք այս իրավիճակը։ Երբ ադրբեջանական կողմը հարձակում էր իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, Ջերմուկի, Վարդենիսի եւ այլ ուղղություններով, այդ իրավիճակում հայկական կողմը փաստացի 2 անգամ դիմեց
ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև Ռուսաստանի Դաշնությանը, սակայն գործնականում մենք որևէ արձագանք չտեսանք, այսինքն ոչ միայն օգնություն չտեսանք, այլ նաև դատապարտող հայտարարություն, ինչը այսպես կարմիր գիծ էր հայկական կողմի համար, եւ կարծում եմ դա պետք է նաև անխուսափելիորեն հանգեցնել նաև որոշակի վերանայումների, ինչը եւ տեղի ունեցավ։ Հատկապես ՀԱՊԿ-ի մասով հայկական կողմը հստակ արձանագրեց, որ փաստացի այդ կառույցը չի կատարում իր պարտավորությունները հայկական կողմի նկատմամբ։ Հետեւաբար Հայաստանի ներգրավվածությունը կամ ներդրումը կամ այն ջանքերը, որ Հայաստանը գործադրում այդ կառույցի շրջանակում, ուղղակի իզուր են եւ հետեւաբար նպատակարար չէ էներգիա ֆինանսներ ծախսել այդ ուղղությամբ, ինչը բավական տրամաբանական է։ Միգուցե դա եւ ամենայն հավանականությամբ դա դուրս չի գալիս տարբեր մայրաքաղաքների, ՀԱՊԿ-ի մայրաքաղաքների, այնուամենայնիվ դա այն իրողությունն է, որը պետք է հաշվի առնել։ Միևնույն ժամանակ հայկական կողմը հստակ ընդգծել է, որ իր համար ընդ որում պաշտոնական Երևանը չէր ակնկալում, որ Ղազախ զինվորը գալու է ջերմուկի դիրքերը պահեր կամ ռուս զինվորը գալու է ջերմուկի դիրքերը պահեր այդ իրավիճակում այդ պատերազմական գործողությունների ժամանակ։ Չէ, ռուս զինվորը պիտի պահեր։ Առնվազն, չէ, հայկական հայտարարությունների եղել են եւ չեն պահել սահմանապանների մասն էր, չէ, հարցը վերաբերում է նրան, որ ինչ-որ կոնտինգենտ, համատեղ կոնտինգենտ ուղարկվեր այդ ռազմական գործողությունների մասնակցելու առումով հայկական կողմը ասում էր առնվազն քաղաքական հայտարարություն անելը ստեղծված իրավիճակային մինիմում ակնկալիքներ, որը կարող էր արվել, սակայն դա չի արվել։ Եվ հետեւաբար ընդ որում մյուս կողմի պատճառաբանությունները, թե սահմանազատված չէ ձեր սահմանները եւ այլն աբսուրդ է։ Երբ որ ջերմուկը ռմբակոծվում է, այսինքն ջերմուկից էլ դրա վկայությունը որն է, որ դա արդեն Հայաստանի տարածքն է։ Այսինքն միգուցե սահմանային 1-2 մետրի մասով դու կարող ես նման ինչ-որ փաստարկ կիրառել, բայց երբ քաղաքներն են արդեն ռմբակոծվում, այսինքն դա ուղղակի աբսուրդ է, երբ նույն ձեր նշած ՀԱՊԿ-ի օդային տարածքը փաստացի խախտվել է կամ դա ել չեմ ասում այդտեղ կան տարբեր պնդումներ, որ նույն այդ համատեղ ՀՕՊ-ը, որը պետք է աշխատեր, չի աշխատել, այդտեղ էլի հետաքննության տեղ կա, թե ինչու այդ մեխանիզմը չգործարկվեց, ինչու չաշխատեց։ Եվ հետեւաբար հայկական կողմը ունի բավական լուրջ հարցեր եւ ՀԱՊԿ-ից որևէ պատասխան այդ մարմով չկա եւ բնականաբար հայկական կողմը ոչ տրամաբանական կլինի, եթե վերանայի կամ վերադառնա ՀԱՊԿ-ում իր ներգրավվածությունը կամ ապասառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ել չեմ ասում, որ ՀԱՊԿ-ին որոշակի ՀԱՊԿ-ի մասնավորապես ռազմական մատակարարումների տեսանկյունից հայկական կողմը ունի որոշակի արդեն այլընտրանքներ, ինչը բավական կարևոր է եւ այդ ռազմական համագործակցությունը շատ հաջողությամբ զարգանում է եւ միևնույն ժամանակ չենք կարող հաստատ ասել, որ եթե Հայաստանը շարունակեր ակտիվորեն մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, այդ այլընտրանքային մեխանիզմները հնարավոր կլիներ ունենալ։ Բայց այնուհանդերձ, այսպես ամփոփելով ՀԱՊԿ-ի թեման, հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը ավելի շատ քաղաքական կառույց է, քան ռազմական, հա, եկեք ընդունենք դա։ Եվ ՀԱՊԿ ասելով մենք նկատի ունենք միայն մի պետություն, հա, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիմա այս իրավիճակում, տեսեք դուք ամենասկզբում մեր զրույցի ասում եք, որ մենք պետք է գնահատենք մեր հնարավորությունները, թե արդյոք մենք կարող ենք կամ ունենք այդ ռեսուրսը Ադրբեջանի հետ հակամարտության շարունակության կամ Թուրքիայի հետ։ Մենք ունենք այդ ռեսուրսը Ռուսաստանի հետ հակամարտելու։ Եվ այդ ձեր հարցից է բխում նաև այն դիրքորոշումը, որը Հայաստանը որդեգրել է, այսինքն սառեցրել է, բայց դուրս չի եկել կառույցից։ Եվ կարծում եմ, իհարկե, այս մասով կա քննադատություն եւ մյուս ճամբարից կան քննադատություններ, ոմանք պնդում են, որ պետք է վերադառնալ ՀԱՊԿ, ոմանք պնդում են, որ չէ, ընդհանրապես պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Սակայն այս դիրքորոշումը ինձ թվում է բավական հարմար դիրքորոշում է հայկական կողմի համար։ Մի կողմից այսպես մանևրելու տեղ է թողում հայկական կողմի համար, մյուս կողմից գործակցության դաշտ է բացում նաև այլ գործընկերների հետ։ Եվ կարծում եմ այս սառեցված դիրքորոշումը հենց բխում է Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի չլարելու տրամաբանությամբ, ավելին կան նաև տարբեր դիվանագիտական աղբյուրներ, որոնք պնդում են, որ Հայաստանի տարբեր միջազգային գործընկերներ եւս խորհուրդ են տվել Հայաստանին, որ չպետք է շտապել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով, որովհետեւ դա կարող է ստեղծել չկառավարվող ռիսկեր Հայաստանի համար եւ հետեւաբար ստեղծված իրավիճակը նվազեցնում է բոլոր հնարավոր ռիսկերը։ Շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։